Առողջապահության ոլորտում միշտ կա երկրորդ կարծիք, եւ մենք կրկին հանդիպել ենք MedMeet Talks-ի շրջանակում։ Իմ այսօրվա հյուրն է Լիկա Թումանյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալվել եք։ Այսօր մենք խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի մասին, որը մտածում ես, թե չի առնչվում այնքան առողջապահության ոլորտի հետ, բայց իրականում մենք ամեն օր ենք խոսում եւ մեր խոսքը առնչվում է մեր ամեն մի վայրկյանի հետ եւ ամեն մի հնչեցրած հնչյունի հետ։ Եվ կյանքի արժեք ունի երբեմն, հատկապես բժիշկների պարագայում։ Այո, խոսքը շատ մեծ ուժ ունի եւ ես միշտ պացիենտներիս էլ եմ ասում, մեկ-մեկ լինում ասում եմ, վայ բժշկուհի ջան, ինձ թեթևացած դուրս եկանք, ասում եմ, որովհետեւ ձեզ բուժում է այն խոսքը ու այն ինչի մասին մենք այստեղ խոսեցինք, այլ ոչ թե այն նշանակած դեղատոմսը, որ հիմա ձեր ձեռքում դուք դուրս եկաք։ Բայց մենք ընդհանուր առմամբ խոսենք հռետորաբանության մասին, ոչ միայն խոսքի, այլ մարդու ներկայանալու ձևի մասին։ Չէ՞ որ մենք հաճախ տեսնում ենք նույն բժիշկներին կամ նույնիսկ չենք իմանում, որ բժիշկ է, բայց նա մենք ասում ենք, այ իր հաբիտուսից երևում է, որ ինքը կարող է լիներ բժիշկ, կարող է լիներ իրավաբան եւ այլն եւ այլն։ Կարծիք ենք կազմում մարդու մասին։ Իրականում ներկայանալը դժվար է ասել, թե որտեղ ու ինչ աստիճանի է կարևոր, հատկապես եթե մենք խոսում ենք բժիշկների մասին, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ մարդիկ գնում են բժշկի մոտ որպես ֆունկցիայի, ոչ թե որպես մարդու։ Գնում են սեփական վախերով եւ գնում են հույսերով։ Դրա համար ոչ այդքան բժշկի ներկայանալն է կարևոր, որքան հակառակ կողմի խոսքի հմտությունն է կարևոր, որովհետև շատ հաճախ բժիշկը ստիպված է ուղղակի պատառիկներով հաշել իրական պատմությունը, իրական պատճառները։ Մարդիկ վախից դրդված կամ անհանգստությունից դրդված միշտ չէ որ կարողանում են ճիշտ բացատրել իրենց խոսքը բժշկին։ Շատ հախուռն են խոսում, համակարգված չեն ներկայացնում խնդիրները։ Դրա համար ավելի շատ կարևոր է ճիշտ կարողանալ ներկայացնել հենց պացիենտին խնդիրը։ Իսկ հետո արդեն բժշկին շատ կարևոր է կարողանալ ներկայացնել բուժումը, ախտորոշումը, որովհետև ես երկուսին էլ հասկանում եմ, եւ բժշկին, եւ պացիենտին։ Երկուսին էլ հասկանում եմ, եւ բժշկի հոգնածության աստիճանը, մարդկային հոսքի միջով ամեն օր անցնելը, վերջի ասում օրինակի համար ես երիկամի բժիշկ եմ, ես հոգեբան չեմ, ես պարտավոր չեմ։ Հասկանում եմ, որ պարտավոր չեք, սիրելի բժիշկներ, բայց առաջին հերթին գաղտնիք չեմ բացի երևի։ Առաջին հերթին ցանկացած բուժառուի համար դուք հոգեբան եք։ Իհարկե։ Առաջին հերթին հենց դա, որովհետև իսկապես ձեր խոսքը եւ ձեր ժպիտը, ձեր վարվելակերպը կարող է առողջացնել կամ կարող է հիվանդացնել, որովհետև ինչից են վախենում մարդիկ բժշկի մոտ գնալիս։ Ոչ միայն ախտորոշումից։ Վախենում են, որ բժիշկը չի լսի մեզ պատշաճ կերպով, չի հասկանա պատշաճ կերպով, կկոպտի, բժիշկն էլ նպատակ չունի կոպտելու։ Ուղղակի այդ տեմպը, այդ արագությունը, որով նա աշխատում է, այդ մարդկային հոսքը, որի մեջ անընդհատ ինքը աշխատում է, հնարավորություն չի տալիս ճշգրիտ գնահատել, թե այս կամ այն անձի վրա իմ խոսքը ինչ ձևով անդրադարձավ։ Մեկը կարա անցալի որպես կոշտ, մեկը կարա անցալի որպես նորմալ։ Մեկը կարա անցալի որպես հակիրճ, մեկը կարա անցալի բավարար։ Այո, կներեք համեմատության համար չնեղանաք սիրելի բժիշկներ, տաքսիստի պես եք։ Ահա որ մեծ քանակի մարդկանց հետ, շատ տարբեր բնավորությունների տեր մարդկանց հետ գործ ունեք, շատ տարբեր իրավիճակների մեջ գտնվող մարդկանց հետ գործ ունեք, որովհետև մենք բոլորս տարբեր իրավիճակներում տարբեր դրսևորումներ ունենք։ Ահա, հիմա բժիշկն էլ է մարդ, ինքն էլ ունի տարբեր իրավիճակներ եւ տարբեր դրսևորումներ, ինքն էլ քար չի։ Ու այդպես հանդիպում են երկու մոլորակներ, ամեն մեկը իր իրավիճակի, պատկերացումով, հոգեվիճակով, հոգնածության աստիճանով եւ շատ նուրբ աշխատանք անհրաժեշտ, որպեսզի այդ ամեն ինչը հանգեցնի մարդու բուժման, կյանքի գնի չափ։ Կարևոր բան է, բայց մենք դա անում ենք ինտուիտիվ, հիմնականում դա տեղի ունենում ոնց կստացվի, երբեմն լինում են տհաճ իրավիճակներ, երբեմն հակառակը թևեր են կառնում, մենք դա չենք կառավարում, այսինքն դրան չենք վերաբերվում գիտակցորեն, ոնց կստացվի,
եւ պացիենտի կողմից եւ երբեմն բժշկի կողմից։ Առհասարակ բժիշկները IT-շնիկների պես մարդիկ են։ Ձեզ կներեք։ IT-շնիկները չեն սիրում մարդկանց հետ շփվել։ Չհամեմատեցի։ Իսկ ձեզ թվում է բժիշկները սիրում են մարդկանց հետ շփվել։ Գիտեք, շատ հետաքրքիր բան ասացիք, ես մեկ-մեկ նկատում եմ ինքս իմ վրա, որ վերադառնում եմ տուն ու չեմ ուզում արդեն ոչ ոքի հետ խոսել, որովհետեւ այնքան եմ ցավոդարտ լսում էներգիա ներդրել այդ շփման մեջ, որովհետև պացիենտ որ գալիս է չեմ կարող ասել, գիտես, չեմ ուզում քո հետ խոսել։ Օգնել եմ մարդկանցից։ Չես կարող։ Բոլոր այն մասնագիտությունները, որոնք գործ ունեն մարդկային մեծ հոսքերի հետ, հոգնում են մարդկանցից։ Դա նորմալ է։ Դասատուները, բժիշկները, տաքսիստները, չգիտեմ, IT-շնիկների հետ համեմատեցի, որովհետև բժիշկները դասվում են այդ մասնագիտություններին, որոնք չեն սիրում խոսել, երկար խոսել։ Սիրում են լինել լակոնիկ, հակիրճ եւ ըստ գործի, առանց երկար բարակ պատմություններ պատմելու։ Իսկ պացիենտը հակառակը։ Սիրում է, որ բժիշկը խոսի, որովհետև որքան շատ եք դուք խոսում, այնքան ինքը ավելի իրեն թվում է ինքը սկսում ավելի շատ բան հասկանալ եւ ինքնավստահություն է գալիս, որ եթե ես հասկանում եմ, ուրեմն ես դա կհաղթահարեմ։ Եթե ես բժիշկի հետ միասին հասկանում եմ, մենք միասին դա կհաղթահարենք։ Այո, տենց մի պացիենտ ունեի, բավականին մեծահասակ կին էր, ես գինեկոլոգ եմ մասնագիտությամբ, այսինքն չի կարող իմ այցը ավարտվի առանց գինեկոլոգիական աթոռի վրա զնման։ Խոսեցինք մի 40 րոպե երևի, ամեն ինչից, ոչ միայն առողջական խնդիրներից, այլ ամեն ինչից, այո, որպեսզի ինքը դժվար պահը կարողանա։ Վերջում սենց ասեց. «Դե լավ, բժշկուհի ջան, դե ես գնացի»։ Սենց դեռ ասում չէ, ուր եք գնում, սպասեք։ Դեռ ասմոտրում ենք, պետքա ձեզ նայենք դեռ գինեկոլոգիական աթոռ, ասում վայ ճիշտ եք ասում։ Մոռացել եք, այսինքն իսկապես, այսինքն իր գլխավոր խնդիրը ձեզ հետ զրուցելն էր, ինքը դա ստացավ ու գնաց։ Իրեն մնացածը պետք չէր։ Բայց նորից եմ ասում, շատ կարևոր է պատասխանատվության գիտակցումը։ Առաջին հերթին ով ունի այդ պատասխանատվությունը, ընդունող կողմը, բժիշկը։ Դրա համար խոսեք մարդկանց հետ։ Որքան էլ դա ձեզ դժվար չլինի, թեկուզ կարճ, բայց ավելի մեծ նշանակություն տվեք խոսքին, քան դեղատոմսին։ Մի նեղվեք, երբ ձեզ տալիս են դմբո հարցեր, որովհետև դուք պարտավոր չեք իրենցից դարձնել բժիշկ։ Բայց այնուամենայնիվ մեր գործն է ինչ-որ չափ նաև կրթել պացիենտներին։ Բայց տարական կրթություն, ցավոք մեր կրթական համակարգը, դպրոցները, համալսարանները շատ կարևոր հարցերում չեն տալիս այն կրթությունը, որ մեզ անհրաժեշտ է ամեն օր։ Ու դուք ստիպված եք լինում այո նաև դմբո հարցերի պատասխանել եւ դա շատ կարևոր է անել հանգիստ տոնով, պոկեր ֆեյսով, դանդաղ, հասկանալի բառերով, առանց տերմինակող անելու եւ շատ հստակ բերանի շարժումով, այսինքն արտիկուլյացիոն ապարատի օգտագործմամբ, որովհետեւ սա էլ է ներգործություն նյարդային համակարգի վրա, ընկալողունակության վրա։ Դուք խոսում եք, ձեզ թվում է թե հեշտ, բայց մարդը պանիկայի մեջ է, որովհետեւ չի հասկացել ձեզ։ Երկրորդ անգամ չի հարցնի ձեզ, կամաչի, որ բժիշկ չմնացի, որ ես անգրագետի մեկն եմ։ Բայց դեռ արդեն պետք է դիմել բուժառուներին, որ սիրելիներս, դուք բժշկի համեմատ sense-ից անգրագետ եք, մի նեղվեք դրանից, դա ձեր մասնագիտությունը չի։ Դուք պարտավոր չեք իմանալ դա, հարցրեք։ Այդտենց փոխադարձ վախեր եւ փոխադարձ կաշկանդումներ։ Վախեր։ Մենք խոսեցինք պացիենտների վախերի մասին, իսկ բժիշկները ինչ վախեր ունեն, որովհետև այո, մենք ամեն առավոտ արթնանում ենք, գնում ենք աշխատանքի, մենք սպասում ենք, որ պացիենտները պետք է գան, մենք իրենց հետ խոսենք, բայց մենք նաև գիտենք բժիշկներ, որոնք չեն սիրում շատ խոսել։ Դա ես դրա մասին էի ասում, դուք չեք շատերը չեն սիրում խոսել, որովհետև ձեր գործառույթը ավելի շատ ուրիշ հարթության մեջ է, խոսքի մեջ չի, եւ դուք նպատակաուղղված եք հենց ձեր գործառույթների լավագույնս կատարմանը, բայց ոչ թե խոսքի։ Եվ շատ անգամ ես նկատել եմ ոչ միայն բժիշկները, այլ կան տեխնիկական մասնագիտություններ, գիտական մասնագիտություններ, կան մարդիկ, ովքեր շատ խոսելը համեմատում են ոչ կոմպետենտության հետ։ Շատերին թվում է, որ եթե ես շատ եմ խոսում, ուրեմն ես այդքան էլ լավ մասնագետ չեմ։ Լավ մասնագետը գործ է անում, քիչ է խոսում։ Ինչ պարտադիր է էլեկտրիկը լավ խոսող մարդ լինի։ Ինքը պիտի կարողանա իր գործը լավ անել։ Ինչ պարտադիր է ատամնաբուժը խոսող մարդ լինի։ Ինքը պիտի կարողանա իր գործը անել։ Շատերին թվում է, որ խոսքը նվաստացնում է իրենց մասնագիտական կարողությունները, որովհետև
Չհասկացա, ես այսքան սովոր եմ, այսքան տարվա պրակտիկա անեմ, որ ինձ հիմա գնահատեն ըստ իմ խոսքի, դա վիրավորական է մասնագիտության համար, ու ես դա հասկանում եմ։ Այսինքն ասում եմ, ինձ պետք է ընտրեն Instagram-ով, ես կամ չկամ Instagram-ում կամ սոցցանցերում, չէ՞ որ սա անազնիվ մրցակցություն է։ Այո, որովհետև իրենք սովոր էին այն մրցակցությանը, որ պացիենտը ընտրում էր ըստ իրենց կաբինետում արկա կախված սերտիֆիկատների թվի, ըստ իրենց անցած ճանապարհի, փորձի, հմտությունների եւ այլն։ Բայց այսօր դա այդպես չէ։ Այսինքն մարդիկ կարող են ընտրել այն բժշկին, ով սոցիալական հարթակներում խոսում է, տեսել են եւ խոսքին վստահել են ուղղակի։ Ես շատ եմ ցավում, երբ տեսնում եմ, դե բարբերաբար աչքովս ընկնում է։ Ես տեսնում եմ ռիլեր, որտեղ առանց բերանը բացելու sense ինչ մոնոտոն ձայնով շատ կարևոր բաներ է ասում, շատ։ Բայց ասում են հենց, որ ես չեմ դիմանում այդ մեկ րոպեն լսեմ, ուր թե մնաց գնամ։ Իսկ ու գա ճիշտ հակառակ պատկերը։ Ես տեսնում եմ բազմաթիվ շատ լավ մասնագետների, որոնք ցույց են տալիս ոչ միայն մասնագիտական բլոգ, այլ նաև lifestyle, կյանքի ճանապարհ, նախասիրություններ, ազատ իրենց դրսևորումները մասնագիտությունից դուրս շատ հակասական է այս դարում չկա ճիշտը չկա սենց ճիշտը սենց սխալ չկա միակ ճիշտը ինչ որ բան անելն է երևալն է որովհետև մենք սովետական ժամանակաշրջանի մարդիկ մեզ ասում էին 7 չափի 1 կտրի սխալ գործողության արժեքը շատ մեծ էր Հիմա շատ մեծ է չգործողության արժեքը։ Կարող է չհասցնես։ Այո, այն ժամանակ շատ կարևոր էր թե դու ինչ կասես եւ ավելի լավ էր ավելորդ անգամ բան չխոսել։ Հիմա մեծ նշանակություն ունի թե դու ընդհանրապես ինչ որ բան ասեցիր թե չէ։ Չխոսելու, չգործելու հիմա արժեքն է ավելի մեծացել հետևանքները։ Այ մենք խոսեցինք բժշկի վախի, բայց ես ավելի շատ ուզում եի ուղղությունը տանել ոչ թե պացիենտի հետ շփման ժամանակ, այլ օրինակ, գիտական ելույթների ժամանակ։ Որոնք շատ բժիշկներ կան, որ իսկապես լուրջ աշխատանք ունեն արած գիտական, ճանապարհ ունեն անցած եւ այլն, բայց չկարողանալով ներկայացնել, չեն կարող ներկայացնել։ Ինչու՞մն է կայանում այս վախերը, ինչն է պատճառը, որ դա ոչ այդքան վախ է, այլ զգացողություն, որ ամոթ է։ Ամոթա որ ես իմ մասին գովասական ինչ-որ բաներ ասեմ։ Բայց եթե չասի ոչ ոք չի։ Իմ մասին պիտի խոսեն ուրիշները, եթե ես իսկապես լավ գործ եմ արել, ինձ պիտի ներկայացնեն ուրիշները։ Ես իմ մասին ինչ ասեմ։ Սա նախորդ դարաշրջանի մտածելակերպը, որ եկել է պոչիկով կպել է, բայց հիմա փոխվում է մոտեցումը։ Եթե դու չխոսես քո գիտական համայնքում, կխոսի մեկ ուրիշը, որը քեզնից պակաս գիտակ է, բայց ավելի լավ է խոսում եւ իրեն կարժևորեն ավելի շատ։ Ցավոք, եթե դու չներկայանաս քո աշխատանքով հանդերձ, քեզ ուղղակի չեն հիշի։ Եվ վաղը մյուս օրը ընտրություն կատարելիս առաջին հերթին դու չես լինելու այդ շորթ-լիստի մեջ։ Այդ օրինակ ես իմ առաջին ելույթի ժամանակ հիշում եմ, որ ես պետք է ելույթ ունենայի 40 րոպե բայց կարելի ասել 10 րոպեում սեղմեցի, արագ ասեցի ու փախաբերեց։ Ուզում եմ հասկանալ կա ինչ որ այսպես ասած սխեմա կամ ինչ որ դե բնականաբար հասկանալի է որ այս ամեն ինչը սկսվում է ճանապարհը որ պետք է անցնես, այս նավիկը, որը պետք է կարողանաս անընդհատ փորձել, ոնց որ մեքենա վարել օրինակ կամ հեծանիվ քշել, դու փորձում ես եւ ամեն հաջորդ անգամ քո մոտ ստացվում է ավելի լավ։ Բայց ես հիշում եմ այդ իմ ամոթը, երբ որ ես հասկացա, որ ես ունեի 40 րոպե, բայց 10-15 րոպեում ես ասեցի ամենը ու ես մտածում եմ որ ես իսկապես ներկայացրեցի ամենը բայց կա սխեմա որ մարդիկ կարողանան չգիտեմ փորձեր անեն մինչև իրենց առաջին ելույթը եւ չհայտնվեն այս իրավիճակում նախ եւ առաջ կան բազմաթիվ խոսքի կառուցվածքներ հենց ֆորմուլաներ են դրանք որոնք շատ հարմար են տարբեր ձևաչափերի համար երկրորդը դա փորձարկելն է անպայման ժամացույցով, խրոնոմետրաժով, նայելով հայելու մեջ, խոսելով ուռճացված շատ հստակ սկզբից, մնում եք մենակ սենյակում եւ շատ ուռճացված խոսում եք ձեզ համար։ Այդ տեմպով, ավելի դանդաղ տեմպով, հատուկ դանդաղեցված տեմպով, նայում եք ամեն բաժինը, ամեն կտորը, որքան է տևում։ Անպայման գրել, բայց պարտադիր չի լինել անել անգիր։
գրել կառուցվածքը, գրել թեզերը, գրել կարևորագույն ֆրազաները, որոնք չի կարելի մոռանալ, բայց ոչ մի դեպքում չանել անգիր, որովհետև անգիր անել նշանակում է մոռանալ մեկ բառ, պանիկայից մոռանալ ամբողջ տեքստը։ Երկրորդ, թույլ տալ ունենալ հուշաթերթիկներ։ Դա գեղեցիկ է, երբ որ մենք օգտագործում ենք փոքրիկ հուշաթերթիկներ։ Դա արգելված չի, ընդունված է, ավելին ասեմ, դա լուրջ է անցալվում, որովհետև զգացվում է, որ մարդ լուրջ պատրաստվել է։ Այո, այսինքն լուրջ է վերաբերվում ոչ միայն իրեն, այլ նաև լսարանին դա դուր է գալիս։ Շատ հետաքրքիր բան եք ասում, կներեք, որ ընդհատում եմ, բայց ուզում եմ հենց այս կետի վրա, որովհետև մենք միշտ ասում ենք, «Ո, մալադյաց, առանց թուղթ ելույթ ունեցավ»։ Հիմա չի լինի, որ հակառակ չի կարում իր խոսքը բավարար ձևով հասցնի լսարանին, դրա համար եկել է թերթիկով, որ չմոռանա անդհատնալի։ Եթե դուք կպած եք թղթին եւ քիթը չեք հանում թղթից, այո, դա հենց այդպես էլ ընկալվում է, բայց եթե ձեր հուշաթերթիկների վրա գրված են բաժինները, օրինակ բաժին 1 ու թեզեր կարճ S, այն ինչ որ չպիտի մոռանամ, ինչի մասին պիտի խոսեմ։ Երկրորդ կտորը ելույթիս, ասենք առաջի 10 րոպեն, երկրորդ 10 րոպեն, երրորդ 10 րոպեն։ Ինչի մասին եմ խոսում, կառուցվածքն եմ գրել եւ կարեւորագույն թեզեր, կմախքը, դա ամոթ չի եւ դա ձեզ թույլ չի տա անընդհատ քիթը պահել կամ աչքը պահել թղթի վրա։ Դուք ուղղակի նայում եք, խոսում եք, զրուցում եք, պարբերաբար կարևորագույն ֆրազաներն եք նայում, անգամ կարող եք չթաքցնել, որ ժողովուրդ, ես այնքան եմ կարևորում մեր այսօրվա հանդիպումը, որ գրել եմ որոշ կարևոր բաներ, որովհետև ստեղ կան օրինակ բառակապակցություններ, որ առանցքային են իմ ելույթի համար, դրա համար ձեր թույլտվությամբ ես դա կպահեմ ձեռքիս տակ։ Մի թաքցրեք այն, ինչ ակնհայտ է։ Մի փորձեք ձևանալ լավագույն մասնագետ մի ոլորտում, որտեղ մասնագետ չեք։ Նորմալ է նայելը, նորմալ է թեզերը կմախքը ունենալը, նորմալ է։ Կամ դա կարա դերը պրեզենտացիան կարա վերցնի իր վրա։ Բայց ստեղ արդեն շատ կարևոր է անընդհատ չնայել պրեզենտացիային։ Ու էլի ունեցեք ձեռքի տակ թղթի կտորներ, մեջ ինչ որ բաներ գրած։ Երրորդ կտորը սա ձեր մասնագիտականն է արդեն։ Դուք իմանալով մարդու ֆիզիոլոգիա, օրգանիզմը պիտի հասկանաք տարական բան։ Յուրացրեք ճիշտ շնչառություն։ Նևրոպաթոլոգները դա լավագույնս գիտեն։ Ճիշտ շնչառությունը օգնում է վերահսկել պարասիմպաթիկ համակարգը։ Օգնում է վերահսկել ձեր հուզմունքը, նյարդային աստիճանը եւ օգնում է դա նաեւ ձայնին, որպեսզի ձեր ձայնը չխզվի եւ չդողա։ Կամ մի հստակ, ստուգված եւ հաստատված փաստ։ Երբ մարդ հուզվում է, սկսում է շնչել կրծքավանդակով, շնչառությունը արագանում է, կարճ-կարճ է շունչը դառնում, ուղեղը սկսում է թերսնվել, մենք չենք ստանում բավարար չափով թթվածին, ուղեղը դա անցալում է որպես սպառնալիք եւ բլոկում է խոսքի կենտրոնները։ Շնչեք, որ ձեր ուղեղը շարունակի աշխատել։ Շնչեք։ Մարդիկ գալիս են, ես տեսնում եմ եւ պարապմունքներին եւ ելույթներում։ Շատ հաճախ ոչ միայն արագ են շնչում, այլ դադարում են շնչել։ Նախադասությունը մինչև սկզբից մինչև վերջ չասեն, չեն շնչում։ Բա ուղեղը դա անցալում է որպես սպառնալիք, որովհետև ուղեղի համար կարևոր է քո կենսունակությունը։ Իսկ դու հիմա անում ես մի բան, ինչը սպառնում է իր աշխատանքին եւ քո օրգանիզմին։ Ստրեսից էլ հորմոնալ արտանետումներ են։ Այո, կորտիզոլ, ադրենալին, ինչ ասես, ձեռքերի դող, ոտքերի դող։ Ձայնը էլ արդեն Ձայնը թռնում է պոպոկի ծառը, բարակում է, ծվծվիկ է դառնում ու շնչառությունը լսվում է, եթե դուք միկրոֆոնով եք խոսում։ Կարճ ասած, բանալին շատ պարզունակ կարող է թվալ շնչառություն, բայց ինքը շատ գործուն է։ Ուղղակի ստեղ կա մի նրբություն, որ ոչ մեկ չի սիրում։ Սա պետք է յուրացնել։ Սա ոչ անել այդ անհնար է անել ընդամենը ելույթից առաջ։ Եթե դուք չեք մարզել ձեր ստոծանին նման շնչառության համար, դուք հետո չեք կարող ուշադրություն դարձնել ստոծանիով եմ շնչում, թե ինչով եմ շնչում։ Դուք գլխով պիտի բովանդակության մեջ լինեք։ Իսկ որպեսզի դուք գլխով ազատորեն միայն բովանդակության մեջ լինեք, ձեզ մոտ դա արդեն պիտի դառնա ավտոմատ։ Իսկ ավտոմատացման համակարգը պահանջում է ժամանակ։
66 օր, 62 օր, 3 ամիս, ամեն օր, շնչել ստոծանիով, սովորացնել դա անել ավտոմատ։ Մենակ մի խնդրանք, վարժությունները, որոնք ես երբեմն էլ ցույց եմ տալիս կամ կտեսնեք որևէ այլտեղ, այդ վարժությունները չի կարելի անել քայլելիս շարժման մեջ, որովհետև ֆիզիկական շարժման մեջ մարդը շնչում է եւ ստոծանիով, եւ կրծքավանդակով, միքսա։ Ընտիր, հիմա կարաք մեզ մի վարժություն ասեք, որ բոլորով անենք մենք եւ մեզ դիտողները։ Կարճ։ Անիմաստ է դա։ Անիմաստ է, որովհետև ասելով չի։ Դուք այդ մկանի տեղը չգիտեք։ Դուք չգիտեք իրան թուլացնել։ Շատերի մոտ ավտոմատ կծկված է։ Ես տենց մի վարժություն եմ տեսել, որ ասում են շունչը փորը ներս ես քաշում եւ սկսում ես խոսել։ Շատ լավ ձայնը նստում է, այդ ձեր ասած։ Ներս։ Հա։ Հակառակը։ Հիմա որ ներս քաշեմ, հաստատ չեմ կարողանա խոսել, բայց Նա այստեղ մարդը խոսում է արտաշնչելով։ Ահա։ Դրա համար խոսելուց առաջ շունչ վերցրեք, բայց ոչ թե կրծքավանդակով, եթե դուք անում եք դա կրծքավանդակով, դուք բժիշկ եք։ Հիմա պատկերացրեք, ես խորը շունչ արեցի կրծքավանդակով, փորս ներս գնաց։ Հիմա կրկնեք իմ հետևից, փորս ներս գնաց։ Ստոծանին ինչ արեց հիմա։ Նայեք, ստոծանին ունի, եթե սենց կտրենք կեսից, այսպիսի տեսք ունի։ Այսինքն երկար պլաստինա է, շերտա, որը անցնում է, մեր թոքերը նստած են ստոծանու վրա, ու ինքը այսպիսի տեսք ունի։ Երբ որ մենք խորը շունչ ենք քաշում, ստոծանին բացվում է, որ թոքերը լցվեն։ Դրա համար, երբ որ մենք կրծքավանդակով շունչ ենք քաշում եւ փորը ներս է գնում, ստոծանին չի կարողանում բացվել։ Ստոծանուն տեղ է պետք բացվելու համար։ Դրա համար ոչ թե ներս ենք քաշում փորը, այլ հակառակը։ Կրծքավանդակը չի բարձրանում, ուսերը չեն բարձրանում, փորը բացվեց, դարձավ փուչիկ, կողոսկրերը բացվեցին, փակվեցին արտաշունչ, բացվեցին, արտաշունչ փակվեցին, խորը շունչ վերցրինք, բացվեց, ստեղ կլորացավ, սկսում ենք խոսել, գնաց, մինչև վերջ, ու նորից շունչ։ Այսինքն, այս վարժությունը, որը մենք անում ենք, հենց այդպեսին, ուղղակի ես դասերի ժամանակ օգնում եմ մարդկանց ձեռքով, որովհետև քանի դեռ մենք չունենք, չգիտենք, որտեղ ինչ ունենք, մենք չունենք, մենք չգիտենք, որտեղ ինչ ունենք, մենք չգիտենք մեր ստոծանի որտեղ է եւ ոնց է ինքը աշխատում։ Ես սովորաբար ինչ եմ անում, ուսանողի ձեռքը դնում եմ իմ փորին եւ ասում եմ հիմա լսի ձեռքդ ինչա անում եւ մյուս ձեռքը դիր քո ստոծանու վրա եւ փորձի ձախ ձեռքի զգացողությունը կրկնել աջ ձեռքի տակ հենց որ ստացվեց մկանային հիշողություն ձևավորվեց մկան զգաց արդեն կկարողանա կրկնել եւ այդ ժամանակ նոր իմաստ ունի դա անել որովհետեւ եթե ես տեսականորեն բացատրեմ ու ձեզ մոտ չստացվի Ստեղ արդեն հոգեբանական էֆեկտ է ստացվում, այսինքն իմ մոտ չստացվեց, ուրեմն ես լավը չեմ, ես չեմ կարող։ Ուրեմն պետք չի փորձել ու չեմ էլ շարունակելու, բայց ինչի։ Ինչ խորհուրդ կտաք մեզ դիտողներին, ինչ հարց կար, որը ես չհնչեցրեցի, բայց ըստ ձեզ շատ կարևոր է խոսքի եւ հռետորաբանության մեջ, որպեսզի մարդիկ իմանան, կիրառեն, փորձեն, ցանկանան գան դասերի մասնագիտացված Շատերն են արդեն ցանկանում եւ գալիս ես միայն ուրախ եմ որովհետեւ բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ արդեն գիտակցել են դա գալիս են դասերի օգնող մասնագիտությունների համար շատ կարեւոր է լինել հասկանալի լինել պարզ չտարածվել երկարաշունչ տեքստերի մեջ հասկանալ դիմացինի պահանջարկը խոսքի մեջ Եվ մենք բոլորս գործ ունենք մի երևույթի հետ, ես չգիտեմ գուցե կա անվանում դրա, բայց դրսևորումը հետևյալն է։ Մեզ միշտ թվում է, որ դիմացինը գիտի այնինչ ես գիտեմ։ Հատկապես բժիշկների համար է դա բարդ, որովհետև իրեն թվում է, թե դե կարծես թե Պարզ բան է։ Պարզ բացատրեցի, չէ։ Պարզ չես բացատրի։ Քեզ է։ Այլ ավելի պարզ։ Խոսեք 6 տարեկան երեխայի համար։ Խոսեք 10 տարեկան երեխայի համար։ Թող դիմացինը մտածի, որ դուք մի քիչ իրան վերաբերվում եք որպես երեխայի, բայց դա կընկալի որպես հոգատարություն չի նեղանա ձեզնից։ Ավելի լավ է այդպես, քան դուրս գալ քոր կաբինետից ոչինչ Միշտ հիշեք, որ մարդիկ վախենում են ձեզ տալ ավելորդ հարց։ Դու իհարկե որոշակի բացառություններով, որ պատի ռադիո են դառնում եւ դժվար է սենյակից դուրս անել, բոլոր տեսակի մարդիկ լինում են։ Առհասարակ մենք միշտ պիտի հիշենք ում համար ենք խոսում
եւ ինչ ենք ուզում, որ մարդ հիշի, երբ մենք գնանք։ Շատ լավ է։ Միշտ ասում եմ, որ խոսքի սկիզբն ու վերջն է, չէ՞, հիշվում։ Հիշեք, ինչ եք ուզում դիմացինը հիշի, երբ դուք գնաք։ Ձեր խոսքի գլխավոր մեսեջը, գլխավոր ուղերձը ո՞րն է։ Եվ այն մարդիկ, ովքեր վախեր ունեն ընդհանուր առմամբ հանրային ելույթներ ունենալու, կա արդյոք գիրք, որը խորհուրդ կտակ, որ իրենք կարդան, այդ առաջին քայլը գոնե որպես այդպես իրենք իրենց հետ, իրենց տնային աշխատանքը անեն, եւ հետո նոր փորձեն այդ տարբեր վարժությունները, մասնագետների մոտ այցերը եւ այլն։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ այս հարցը տվեցիք, որովհետեւ դա թույլ կտա ինձ ասել ամենակարևորը։ Ոչ մի կարդացած գիրք ձեզ չի տա այն հմտությունը, որը կտա առաջին փորձը, անհաջող փորձը, չստացված փորձը, հազարապատիկ ավելի արդյունավետ է, քան 6 կարդացած գիրքը։ Չի լինում խոսքի վարպետության տեխնիկայի մասին գիրք, որը օգտակար է առանց այդ վարժությունը փորձելու։ Մեր ուղեղը ենթարկվում է փոփոխությունների, միայն բազմակի կրկնությունների հետևանքով։ Անկախ դրանից հավատում եք դուք փոփոխությանը, թե չեք հավատում, փոփոխությունը տեղի է ունենում, երբ որ դուք դա անում եք 1000 անգամ։ Ոչ մի գիտելիք չի տալիս արդյունք, եթե այն չի փորձարկվել։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Մի վախեցեք փորձել եւ միշտ հիշեք, որ կա երկրորդ կարծիք։ Շնորհակալություն։